բոլորս սակիվ խորքից ասում պարքես։ Ինտերը խոսում արագեց, ադետ ես ամեն բան գետեմ ձեր կյանքի մեջ։ Ոնց է կատեմ, գիտի դե չգիտի։ Գիտի նաև մեր անփուն գիշերները, գիտի տառապանքները, գիտի մեր ցավերը, գիտի անձերի խնդիրները, գիտի նաև մեր պարտությունները, ամեն բան գիտի։ Բայց Տեր ասված, ինչ ունես ասելու։ Ասած ես նո, որ ամեն մեկ իր սիրտ այսօր բացի իմ առաջ։ Որպես այսօր վիրահատություն կատարվի, որպես այսօր ազատագրություն կատարվի, որպես այսօր բժշկություն կատարվի։ Այսօր շատ մարդիկ կան, որ գերության մեջ են, մտքի գերության մեջ են, պատերազմական իրավիճակների մեջ են, տառապանքների մեջ են։ Եվ մատը այսին ասված դնում է ապաշխարության վրա։ Մենք կարող ենք շատերս ասել, մենք ապաշխարել ենք, դարել ենք Տիրոջը, Տիրոջ տան ճանապարհների մեջ ենք քայլում, Տիրոջ խոսքի մեջ ենք ապրում։ Բայց դուք գիտեք, կա բաներ ձեր կյանքի մեջ, դեռ այդ հարցի լուծումը չտրվեց ձեզ։ Բաներ կա, որ դուք այդ հարցերի մեջ, գերության մեջ եք և պարտության մեջ եք գտնում։ Ես կարդամ, որ Ղուկաս ավետարանից համարը տվել Տեր են տալի աղոթքի խնդրել մեզի օգնական լինում։ Ուրեմն Ղուկաս ավետարան 13-րդ գլուխ առաջի համարից կարդում եմ երկու համարներ, այսպես ասում, ոմանք այն ատեն ներկա գտնվելով պատմեցին անոր գալիլացիների մասին, որոնց այրոնը Պիղատոս իրենց զոհերի հետ խառնեց։ Հիսուս ըսավ անոնց. կկարծեք, թե այն գալիլացիները բոլոր գալիլացիների մեղավոր էին, որ այսպիսի բաներ քաշեցին, պատասխանը, այսպես եղավ։ Ձեզի կսեմ, ոչ, հապա եթե չապաշխարեք, ամեն տեղ նույնպես կորստի պիտի մատնեք։ Աստված փրկությունը ձրեաբար տվել է։ Հիսուս Քրիստոսի այրոնը մեծ մաքրելը բոլոր մեղքերից թողություն և քավություն տվել։ Ուղարկել է իր սուրբ հոգին, որպեսզի իր սուրբ հոգով մենք մեր կյանքի մեջ վերափոխում լինենք, բայց Աստված մատը դնում է այն բաների վրա, որ մենք հարազատացել ենք և չենք ուզում այդ բոլորից ազատագրվել կամ չենք կարողանում ազատագրվել։ Այսօր այդ օրն է հավատքով խնդրելու, որպեսզի առնենք այդ ազատագրությունը և բժշկությունը։ Եվ շարունակության մեջ ասում եմ, կամ թե այն 18 հոգին, որոնց վրա Սելովամի աշտարակը ընկավ, ու զանոնք ներսեց, կարծես թե անոնք Երուսաղեմի մեջ բնակվող բոլոր մարդուցում է ավելի պարտավոր են, հարցատալի, պարտավոր են, որինակ մահացան, մեղավոր են, պարտավոր են, և Տեր ասեց, ձեզի ասում եմ, ոչ, հապա եթե չապաշխարեք, ամեն տեղ նույն ձևով պիտի կորստի մատնեք։ Մենք այսօր շատ բաներ գիտենք, հասկանում ենք, լավն ու վատը, խավարի լույսը հասկանում ենք, պատերազմական իրավիճակը, և Տեր ասում է, ես ուզում եմ դուք դառնաք։ Ես ուզում եմ, որ դուք իմ մեջ մնացեք, իմ խոսքն է ձեր մեջ մնացեք։ Այդ ժամանակի, որ մենք մեկանանք, ինչ որ խնդրեք, ես ձեզ տալու եմ։ Եվ 13-22 համարում ասում է, մեկը սավանով, Տեր քիչվորեն անագորում մի փրկվեն, անիկայր ըսավանոց, ջանք արեք ներդարնակ մարդմտնելու, քանզի կսեն ձեզի, թե շատերը մտնել պիտի ուզեն, բայց պիտի չկարողանան։ Ինչն է պատճառը, որ ուզում են, բայց չեն կարողանան։ Հիմա պատճառը դեր է բացատրում է։ Անկե հետը և տանտերը երնեղ ու դուրը կոցել, դու դուրս մնակ, ուսկուսեք դուրը զարներ և ասել, Տեր, բաց մեզի, անել պատասխան տալու պիտի սեզի, չեմ ճանաչում դուք որտեղից էր։ Միթե հիմա նայ այդ ժողովուրդը զարմացան։ Հիմա այս խոսքեր են ասում։ Այն ատեն պիտի սկսեք ասելով։ Մենք քո առջևը կերան ու խմեցինք, իրականում դա այդպես էր, կերան և խմեցինք։ Դու մեր փողոցների մեջ մեզի ինչ հարեցիր, սովորացրեցիր։ Նրանց ովքեր որ սովորել են, իրենց լսած խոսքերը պահել են, բայց անիկա ձեզի պիտիսեն, ձեզի կսեն, ձեզ չեմ ճանաչում, ուրգեք, մեկտի գնացեք ինձ մեր բոլոր անիրավություն գործողներ։ Աստված մեղավոր մարդու սիրում է, և ցավաքաշում, և աշխատանք կատարում, դրա համար Հիսուս Քրիստոս
Գողութայի խաչիրա խաչվեց, այլում թափվեց և նրա այլան միջոցով մի ուղեղների թողություն կառուցում ունեցան։ Եվ մենք այսօր սովորում ենք, իմանում ենք, բավականին տարիներ ապրում ենք հավատքի կյանքով, ոմանք 10 տարի, 20 տարի, 30 տարի, 40 տարի, բայց շատ հարցեր կա, որ մեր կյանքի մեջ պիտի փոխվի։ Շատ հարցեր կա, որ մենք պիտի ապաշխարենք։ Այնտեղ Մատթեոս Հայտանում 5-րդ գլխում Լեռան քարոզում ասում է Երանի սգավորներին, որ նրանք ինչ կլինեն, նրանք կմխիթարվեն։ Որտեղից է գալիս սգավորությունը։ Եթե մարդ իր ներքին սենյակով անհատական կապ չունի ամենակարող Աստծուն, երբ որ նա անհատական հաղորդակցում է կենդանի Աստծուն հետ, Աստված բացահայտում է իր վիճակը, եւ այսօր ես այդ դարձյալ խոսքը վկայություն անեցի, դրա համար ինչա հարկավորվեց առաջի հարկավորությունը, սա է մեզի հոգևոր տեսողություն, մեզի հոգևոր լսողություն։ Գրված է շատերը տեսնելով տեսնում են ու չեն տեսնում, լսելով են լսում են ու չեն լսում։ Ինչի պատճառով, որտեղ նրանց լսելիքները մտածած են եւ նրանց տեսողությունը կորացած է։ Մարդիկ կան, որ նայում են մարմնավոր աչքերով տեսած տանումա մարդկային արդարությանը եւ այդ մարդկային արդարության մեջ սխում չկա։ Մարդկային արդարությունը քանդում է շատ ընտանիքներ, շատ մարդկանց ներքին հոգևոր կառույցներ քանդում։ Նրանք հոգով սկսել են, բայց մարմնով ավարտում են։ Խոսքը չեմ ուզում երկարացնեմ եւ մի տեղից ուզում կարդամ, այդ երկրորդ տողինած ինչ է ուզում Տերը մեզանից, ինձանից։ Եվ երկրորդ տողինած 7-14 համար են սիրասեղերից մեկն է եւ այսպես ասում. իմ անունովս կոչված ժողովուրդս առաջի պայման եթե խոնարհվի։ Ասում Տեր ասում, ինչ է նշանակում խոնարհվել։ Խոնարհվել նշանակում է համաձայնել նրա խոսքին։ Խոնարհվել նշանակում է սիրել նրան ամբողջ հոգով, ամբողջ սրտով, ամբողջ էությամբ, բայց երբ որ մենք նայում ենք ներքին վիճակը, տեսնում ենք շատ բացողումներ ունեն։ Եվ դրանից հետո խոնարհվի, երկրորդը աղոտ քանի, ում իմ երեսս խնդրի եւ իրենց չար ճանապարհից դառնա, ես այդ երկնքեն պիտի լսեմ ու անոնց մեղքերը ինչ պիտի անեմ, ես պիտի ներեմ։ Նորից եմ ուզում անդրադառնամ եւ ասում եմ եւ իմ անունս կոչված ժողովուրդս առաջի պայմանը եթե խոնարհվի, երկրորդը աղոտ քանի եւ իմ երեսը խնդրի, իրենց չար ճանապարհից դառնա, ես երկնքեն ինչ պիտի անեմ, պիտի լսեմ։ Կա պայման համաձայնվել կամ չհամաձայնվել, ընդունել կամ չընդունել, խոնարհվել կամ չխոնարհվել։ Այսինքն մենք սուտում գրված է հոգին հակառակը մարմին, մարմինը հակառակը հոգուն եւ չլինի թե ինչ որ ուզել նա անեք, բայց խոսքը շեշտադրում է առաքյալի միջոցով ասում է ես ուզում եմ որ դու հոգով առաջնորդվեք եւ որ դու հոգում ես մարմնի գործերը իրականություն չի դառնա, մարմինը կպարտվի։ Հիմա այստեղ մատուցանելու աղոթքին իմ աչքերս բաց պիտի լինեն, իմ ականջներս պիտի լսեն, քանզի այս տունը ընտրեցի, սրբեցի, որպեսզի իմ անունս հավիտյան հոն ըլլա։ Եվ իմ աչքերս ու իմ սիրտս ամեն ատեն այդտեղ դրելի ամեն։ Տիրոջ ներկայությունը կա։ Ես խնդրում եմ ամեններից։ Այս աշխարհ ոչինչ չեն բերել, այս աշխարհից ոչ մեկս ոչ մի բան չեն տանելու։ Մենք կանգնել ենք Տիրոջ առջև մեր ապրած բոլոր գործերով, եւ դրական գործերով, եւ բացահայտվելու է նաեւ մեր բացասական բոլոր գործերը։ Այսօր Աստված ուզում առաջին տեսնող աչքեր ունենանք, լսող ականջներ, օրինակ բանը հայտնության թղթում գրված է երկրորդ գլուխներում 7 եկեղեցիներ։ Ես կուզեմ այդտեղ խորապես կարդալ, որի ասում է ես ամեն բան գիտեմ, ես բոլորի գործերը գիտեմ եւ մենք կանգնել ենք Տիրոջ առջև, բայց Քրիստոսի այունը ունի զորություն, երբ որ մենք զղջում ենք, խոստովանում ենք, խոստովանելուց հետո մարդավար խոստովանել, բայց իր ներսում չհրաժարվի։ Այսինքն մի կողմի վրա չթողի, ճիշտ է ինքը զղջած խոստովանես, կանես շատ հավատքի մարդիկ զղջում են, խոստովանում են, բայց սրտանց
չեն հրաշարվում։ Երբ որ նրանք չեն հրաշարվում, իրենց մեղքը նորից իրենց արտասնում է, դեպնում է եւ քրիստիան մատնում։ Ես կուզեմ, որ այսօր ես եւ դուք մեր սրտերը բացի Տիրոջ առջև։ Համաձայն եք այսօր մեր սրտը տալ Տիրոջը։ Համաձայն եք այսօր դիրահատություն լինի։ Երկժշտություն լինի։ Համաձայն եք ձեր ուզածը, ինչը որ մարմնից է Տեր ասած, դա հանձնում եմ եւ ուզում եմ երկնային ասում առաջինը խնդրեք երկնքի արքայությունը եւ արդարությունը երկրի վրա ես խոստացել եմ որ ձեզ ինչ եմ անելու ավելի տալու եմ կամ Տիրոջ առաջ